լսարանին ներկայացնի ու փորձի նաև այսպիսի մեսեջ շատ կարևոր ներկայացնել, որ իբր իրենք միակն են, որ այսպիսին են, որ կարող են այսպիսի ընտրություններ անել, չէ՞ կարծում, որ իրականում բոլոր կուսակցությունները, թե իշխանականը, թե ընդհանրապես բոլոր առկա կուսակցությունները Հայաստանում իսկապես բավական անձնակենտրոն են եւ միգուցե թերի են հենց ներկուսակցական դեմոկրատիայի տեսանկյունից։ Հայաստանյան բոլոր կուսակցությունները անձնակենտրոն են։ Երևի բացառությամբ 1-2-ին, ներառյալ մեր կուսակցությունը։ Ես գիտեք ինչ որ պայից փորձում եմ հասկանալ սա հայաստանյան տրենդ է, թե դա այդպես է։ ԱՄՆ-ում այդպես չի, բայց Ֆրանսիայում այդպես է։ Ֆրանսիայում որ նախագահան, որ անձը գործիչը ընտրվում է նախագահ, ունի կամ հիմնադրում է կուսակցություն, որը ձևավորվում է իր նախագահ դառնալու բերումով, վերանում է իր նախագահի պաշտոնից հեռանալու պահին։ Դա այդպես է, շատ տեղ է այդպես, կցանկանայինք, որ այդպես չլիներ, բայց ցավոք սրտի, հատկապես փոքր երկրներում, ինչպիսին Հայաստանն է, քաղաքական այսպես վառ դերակատարները, որոնք կարող են լինել ուժի առաջնորդ, քիչ են, ռեսուրսները սահմանափակ են եւ հետեւաբար նոր դերակատարներ անընդհատ չի որ ծնվում են, դրա համար այդ առումով նրանք դառնում են անձնակենտրոն եւ դրա մեջ է մտնում նաեւ քաղաքպայմանագիրը, բայց քանի որ դուք հիշատակեցիք համագումարը քաղաքպայմանագրի, ես մի նրբություն եմ օրինակ ուզում ասել, որ էլի երևում է թե ինչքանով մեր իրավապահ համակարգը հետևողական եւ անաչառ ուժերի նկատմամբ քաղաքպայմանագրի համագումարը եթե ուսումնասիրենք կուսակցությունների մասին օրենքի խախտումներով է եղել։ Օրինակ ասվում է, որ վարչության անդամները ըստ կուսակցությունների մասին օրենքի պետք է ընտրվեն եւ մարմինները ընտրվեն պատվիրակների քվեարկությունների մեծամասնությամբ։ Քաղաքպայմանագրի վարչության քվեարկությունը երբ ուսումնասիրում ես, տեսնում ես, որ ընդամենը 12 հոգի է, որ ստացել է մեծամասնությունը, եւ հետագայում նաեւ չի եղել քվեարկություն, որ համագումարը հաստատի ամբողջական կազմը։ Կուսակցությունների մասին օրենք այս իմաստով խախտվել է։ Ես կասկած անգամ չունեմ, եթե որևէ այլ կուսակցության դեպքում լիներ նման բան, Արդարադատության նախարարությունը ստիպելու էր կամ ներողություն, Արդարադատության նախարարության առընթեր պետրեգիստրի կոմիտեն ստիպելու էր գնալ նորից անել համագումար, ինչպես բազմաթիվ անգամներ եղել է, բայց հələ փորձեք քաղաքացիական պայմանագրին ասեք, որ դուք ստիպված եք նորից համագումար անել, Փաշինյանն էլ մի հատ էլ 4-րդ հանրապետության փոխարեն 5-րդ հռչակ, դե նոր համագումարը մի նոր բան պետք է ասի։ Այստեղ ակնհայտ երևում է, որ վերաբերմունքը անկողմնակալ չի կուսակցությունների նկատմամբ։ Շնորհակալություն, կարծում եմ իմ կողմից տվող հարցերը ձեզ որպեսզի կարողանաք փոքր տարբեր թեմաների անդրադառնանք, ես անդրադարձա, փորձեցի տալ։ Շնորհակալություն, որ այս հարցերի ներկայացաք պատասխանել, վստահ եմ, որ լսարանում էլ ավելի սուր, էլ ավելի հետաքրքիր հարցեր կան, մարդիկ վստահ եմ հետաքրքրությամբ մեզ լսում էին ու տեսնում արդեն ձեռքեր, ես կարծում եմ իդեպ կարելի է խոսափող նաև փոխանցել մեր հյուրերին, որ կարողանան իրենք հարցերը հենց խոսափողով տալ, որտեղ հեռան մի քիչ։ Հնարավորության դեպքում ներկայանալ նոր հարցը ուղղել։ Հայկ Դորունց, բարև ձեզ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել նման կարևոր հարցի շուրջ քննարկում կազմակերպելու համար։ Մինչև հարցը ձեր թույլտվությամբ 2 բառով կարծիք առաջարկ ու դրա վերաբերյալ հարց հնարավորության դեպքում կուզենամ լսել բոլոր բանախոսների կարծիքը դրա վերաբերյալ կապված այսօրվա իշխանությունը ապագայում հնարավոր իշխանափոխությունից հետ կապված, օրինակ իմ կարծիքով այսօրվա ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական որևէ մեկը հիմնավոր չեն կարող իր պատկերացումները հիմնավոր լինեն արտաքին քաղաքականության հետ կապված, առնվազն դրանք կարող են ընդհանրապես լինել պատկերացումներ, ուստի դիտարկում եմ, որ թիրախային արժեքավոր կլինի ներքին խաղի կանոնների փոփոխության շուրջ փորձել կոնսոլիդացիա ապահովել ու դրա միջոցով իշխանափոխություն անել ու առաջարկս հետևյալն է, որ հաջորդ ձևավորվելիք որևէ կառավարություն պետք է ձևավորվի միայն ու միայն միայնա իշխանությունը սահմանափակող ընտրական օրենսգրքի եւ սահմանադրության համապատասխան փոփոխություններ իրականացնելու եւ շատ կարճ ժամանակում 1-1.5 տարվա ընթացքում պայմանական նոր ընտրություն կազմակերպել
կազմակերպելու համար։ Հիմա դրա հետ կապված հարցս բանախոսներին, օրինակ չեք կարծում դուք, եթե հնարավոր փորձ լինի կամ այդ ուղղությամբ աշխատանքներ լինեն կոնսոլիդացիա հենց այդ հարցի շուրջ շատ ավելի կլինի այս իշխանություններից ազատվելը, բայց ինչը շատ ավելի կարևոր է նմանի վերարտադրության անհնարինություն ապավելը ապագայում ու միայն իշխանությունը ասելով ինչի նկատի ունեմ դրա սահմանափակումը, որ փաստացի գործադիրի ղեկավարը լինի դա նախագահականի շրջանակներում նախագահան կամ խորհրդանականի շրջանակներում օրինակ վարչապետը պետք է հնարավորություն չունենա ինչպես նաև բանախոսները բարձրացրեցին իր մեծամասնության միջոցով ազդի խորհրդանի վրա ու նաև ինքը հնարավորություն չունենա սահմանադրական կարևորագույն պաշտոններում մարդկանց նշանակումներ եւ ազատումներ անել։ Խնդրեմ կարծիքը, արդյոք դա օգտակար կլինի իշխանափոխությանը թե չէ։ Շնորհակալություն, բավական լայն էր հարցը։ Խոսափողը դեր մոտ մեկն է, կարծում եմ կարող եք բոլորը պատասխանել, եթե ցանկություն ունեն, եթե ոչ, խնդիր չկա, այսպես կարող եք ինչ-որ հերթով փոխանցել։ Պարոն Խաչատրյան, ես հակիրճ կարող եմ ասել, որ ցանկացած հեծանիվ հայտնագործել իմ ընկալման մեջ չի տեղավորվում եւ եթե չկա որևէ այդպիսի մոդել, որտեղ ակնհայտ մի ուժ կարող է ստանալ մեծամասնություն եւ դա սահմանափակվում է օրենքով, դա կարծում եմ հակաքաղաքագիտական մոտեցում է, բայց ձեր հարցի վերջին մասը, որ որոշակի պաշտոններում նշանակումը, ազատումը սահմանափակված լինի եւ ինստիտուցիոնալ հիմքեր լինեն, դրանում միանշանակ համաձայն եմ, բայց ցավոք սրտի մենք տեսանք, որ դա էլ չի գործում։ Ես չգիտեմ, ել ինչ հիմքեր պետք է ստեղծվեին, որ բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը մաքսիմալ անկախ լիներ, որովհետև այդ անկախությունը ոչ թե դրսևորվում է նրանով, որ քեզ չի ընտրել իշխող մեծամասնությունը, այլ դրսևորվում է նրանով, որ քեզ ընտրել է իշխող մեծամասնությունը, բայց դու հնարավորություն եւ իրավունք ունես եւ ռեսուրս ունես գնալու այդ իշխող ուժի դեմ այլ գործողություններ անելու եւ քեզ իշխող ուժը չի կարող անմիջապես ազատել քո կարգավիճակից։ Ես կարծում եմ իրավական առումով մեր բազան այս մասով օրինակ հստակեցված է, բայց փաստորեն այդ գործընթացները պետք էլ չէին, պետք էր մի մեսիջ, բայց WhatsApp-ով։ Շնորհակալություն։